Ուրեմն 4 ստարտ ունեմ, մեղադրանքները հիմնականում քրեական օրենսգրքի 327 հոդվածով եւ 468 հոդվածներով են։ Այսինքն զանգվածային անկարգություն եւ քննիչների գործողություններին խոչընդոտել, այսինքն արտադրության իրական, այսինքն մեր լեզվով ասած քննիչները ցանկացել են ձերբակալման գործողություն կատարել, քաղաքացիները իբր թե խոչընդոտել են այդ գործողություններին։ Գրեթե բոլորն է նույնա բովանդակ է, որ խանգարել են, հրել են ոստիկանությանը, խոչընդոտել են, գրեթե նույնա բովանդակ մեղադրանք է բոլորինը, մասնավորեցված չէ, թե կոնկրետ տվյալ անձը ինչ գործողություն է արել, ընդհանուր մի հատ բովանդակություն է վերցրել, վարորդի իրականացնող մարմինը եւ բոլորին նույն բովանդակությամբ մեղադրանքը առաջադրում է, մասնավորություն չկա, որոշակիություն չկա, թե կոնկրետ տվյալ անձը ինչ է արել, փակել է, հրել է, թե ինչ է, ընդդուք մենք որոշների դեպքում նաև տեսագրություններ ենք ներկայացրել, որ հագարակ փաստերը հիմնավորող, որ անձը ուղղակի կանգնած է եղել, որևէ գործողություն չի կատարել, բայց կարծես թե վարորդի իրականացնող մարմինը անդրդվելի է եւ տվյալ պարագայում նույնիսկ մեղադրանք է առաջադրում եւ արտենից միջնորդություններ են ներկայացում դատարան, որպեսզի կալանքի պատիժները 4-ից 8 տարի, 3-ից 7 տարի, բավական ծանր հոդվածներ են, 327-ը զանգվածային անկարգություն։ Դե մենք հիմա մեղքերը չենք ընդունում, միջնորդել ենք, որպեսզի խափանման միջոցներ ընդրվեն, ազատություն զրկելու հետ չկապված խափանման միջոցներ, ներկայացում ենք հագարակ փաստերի ապացուցող փաստեր, այդ նույն վիդեոձայնագրությունը եւ այլն եւ այլն եւ նաեւ ներկայացնում ենք ապացույցներ, թե անձիկ ինչու են գտնվել, ինչ են արել, մեծամասնաբար մարդիկ ցուցմունք են տալիս, բացատրում են, թե ինչու են այդտեղ եղել, ոնց է եղել, որտեղ են կանգնած եղել, այսինքն հագարակը ապացուցող փաստերը ամբողջությամբ ներկայացրել ենք, բայց անդրդվելի է քննչականը։ Տեսեք, ենթատեքստ այն կանով եմ տեսնում, որ ընդանուր բոլորին նույն մեղադրանքն են առաջանում, չեն մասնավորեցնում, թե տվյալ անձիկ ինչ կորել եւ այն հացը չորի հետ խառնում են, այսպես ասած, դա է վկայում, կարծես թե բոլորին որոշված է ձերբակալել, կալանավորել եւ այլն առանց մասնավորեցնելու, կոնկրետ այդ մարդը գործողություն կատարել է, որ նման պատժամիջոցների ենք մենք գնում, դա է, խնդիրային է, որ առանց մասնավորեցնելու բոլորի նկատմամբ նույն վարկագիծն են դրսևորում։ Ներով կոմունալ բաժնի մեքենաները եւս արկելու անկետրված